Ողջույն, եկալ են ասվալտանովները, հետաքրքիր է այն կողմը մի բան արել են, թե մենակ ստեղ են անելու, հլը ասվալտ չեն անում, հլը կտրտում փոսեր են պատրաստում, Նրանք ինչքան կտևի ամսի 3-ն է ապրիլի ու 16 աստիճան է ռեկորդ այս տարի տենց տաք չի եղել էլի սաղ կտրտացա մտնենք միասնիկյան հայ նայում եք դիմացի մայթը այսքան մեքենա ուզում ընգնի ինտեղ որտեղից ես գալիս եմ կարող ես սխալ արեցի պետք է չգայի էլ դա ինչքան ցանկացող կա ահա ստեղ պակասեցին Աբովյան փողոց Այնտեղ Մոսկովյանն է խաչմերուկը կտրենք ու ես ինչ խցանում աստեղ Ասել Մոսկովյանն Աղբտարան Ակերը վերանորոգում են Ասել դուդուկահարները մեր հին լուսանկար Ինչ լավ օրեր ունեցե այս ծառը չէ Ինչքան մարդ էր հավաքվում նկարվելու համար տեսել դեպոնչիկ ես բուտկենա համար 1 որակը որ տվել ենք Բայց որ ասես, լիքը մարդ նստած ուտում է, չկա տենց բան։ Ասել Սայատնովան։ Այսօր երեկոյան երևի մի հատ գամ ստեղի պարման։ Սայատնովա Աբովյան անկյունի։ Թումանյանը հետ անկյունը, Աբովյան Թումանյան ու թեքվենք Թումանյան Տերյան փողոց մենք Թումանյանի վրա ենք անցնենք
Ասել հյուսիսայինը ասել փագեց Հարբեցին ու հասանք համարյա Մաշտոց Հեսա կթեքվենք Եկանք Մաշտոց Կսենց ծանր խաչմեր ու կնա Մաշտոց Թումանյան Ընդեղ Շահման դպրոցն է Number 1 Այս Փարպեցի փողոցն է Այս էնորը որ ասեցինք Դեմերճանի թանգարանն է Այս ամի հատ մեջտեղ գնամ Եթե մեջտեղ թույլ տան Այս մեկը ապտեք ուպրավլենի շենքն է Ապտեք Լավ ասեցի չէ Էնել են սովետական շենքն է Ասել Փարպեցին Կարծում եմ Ղուկասյան էր առաջ Ստեղավետիկ Իսահակյան, Իլյամ Սարոյան, այդ Սարոյանը ինչերով է սարկած, կլոր բաներ ատենում եք, Այս ճանապարհը մեզն է, հա? Ես էլ ոնց որ պարզեցինք Մամա Միան էր շտկի Բայց ինչ-որ breakfast բրանչ է գրած Նայիչնեք, պետք է որ ես փողոցն է, չէ, Փարպեցի իլնի երևի, ասա գրացը, Փարպեցի, ստեղ միտեղ հիշում եք, Իսահակյանն ապրել, չեմ անցել, հա, չէ, անցել եմ, այլ մարդվենը, Այս Պաստորեն անկյունում ապրե, հա, Պուշկին Ղուկասյան
Հրամար է ես Պուշկինի վրա հաճախ հանդիպում իրան փոքր վաղտ։ Օ, չէ, 36-ից 46 թիվ։ Լավ, հիշեցի։ Քանի որ ստեղ էր ապրել մի վաղտ, 54-55 թվերին ինձ պատմություն պատմեցին իր մասին, Կարոբալայից էր խոսքը գնում ու Իսահակյանի մասին պատմեց, հեսա այդ մի կտորը կդնեմ վիդեոյի, որ Իսահակյանը գալիս էր, այնտեղ դանցիստ էր, պարույր, իր մոտ նստում խմում էին էլի, ու Իսահակյանն էլ էր գալիս։ Մի անգամ դու պատմեցիր Իսահակյանի հետ ինչ-որ։ Ահա, ստեղ էր։ Էլի ես նույնտեղն ես։ Արդեն 54-55 թվերին էր։ Հա։ Էլի ստեղ էր, բայց Այսինքն Իսահակյանն էլ էր ստեղ գալիս։ Գալիս էր, անցնում էր, մտնում էր։ Հա, ու դե Կարաբալային բոլորն էին ճանաչում, ամբողջ Երևանն էր ճանաչում։ Ես էլ ծիրանները Այն ուղղությամբ է, Եկմալյան փողոցը։ Եկեք տենց գնանք, որ պատկերացնեք, ես փարփեցին, ստեղ մնաց, ես ամեած սենց գնամ, Պուշկինը կտրեմ, Այն հորակրոջս տունը դա Թումանյանից էլ են կողմա էլի կարող է հիշեք Մխիթար Սեբաստացի հրապարակ էր ընդեղ փոքր այդ հրապարակերայի տունն է այդ տնից էլ դեպի ձախ են մեր բակը կինոյի բակն է որտեղ ընկերս Դավիթն է դե հիմա տղան է ապրում, բայց Դավիթը տեղացում է կենտրոնում արդեն ծիրաները թափում են մասիվում հլը չեն ծաղկե Այն կողմից եկա, այստեղ մի հատ սենց նորակառույց է, ներքևն էլ ինչ-որ դասընթացներ են, ինեսան ստեղ պարի էր գալի, բայց հիմա նայում եմ պար չկա, դասընթացներ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, համակարգչային, վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման իմացաք կարևոր մասնագիտությունները որոնք են այսօր Երևանում չէ, սա էլ չի, ստեղ բիզնես կենտրոն է այսինքն Ինեսայի պարի այդ խմբակը չկա ստեղ էլ Հա, ինչ-որ ույուտնավի բակա, չէ? Ստեղ նայում եք 44 օրյա պատերազմի զոհվածների հիշատակին Սենց մեծ սայտ աղբյուրը դրած Ես էլ ընդհանուր բակը Ուռենին շատ է գեղեցկացնում Բակերի համար Ծիրանն ու Ուռենին է, հա, պաստորում Զարդարանքը
Էլի լավ է, էլի այսքան տեղ կա չէ, երեխեքի համար։ Ստեղ nail bar, եկա ես կողմ, են լավ բակը ընդեղ մնաց, ուրանի ներևում է, ես այդ սովետական շենքերն են, նախկին էլի տար, ես էլ են հաճելի տարածքներ, անցյալ օրը որ տեսա, ընդեղ Պուշկին փողոցն է, ու ընդեղ էլ երևի Beatles pub-ն է, ոնց որ, եկեք մի քիչ էլ առաջ գնամ, ստեղ իրանց արգելաձողով, լավ տարածքներ ունեն մեքենա կանգնացնելու։ Այս կողմ ես էլ կգամ։ Այս սիգնալը տալի երևի վերևից բաց են, հա։ Սա էլ է նորակառույց, թե չէ։ Չէ, սրանք հին են։ Ուղղակի պաշկամներն են, ոնց որ թե նորոգել։ Ես ինչ է հետաքրքիր այստեղ։ Հələ մի րոպե մոտեցնում։ Հա, համարյա ինֆորմացիա չկա։ Բիզնես պալը ինչ որ, համենայն դեպս իմացանք նա տակը գրած է, որ հաստատ Եկմալյան փողոցի վրա ենք։ Դե այն կողմից եկանք պարզա ինձ թվում է։ Այս այդ nail bar-ն է, մինչև ստեղ շարունակվում է։ Հա, էլ այնտեղից գալիս է։ Այս շենքն է ստեղ հետաքրքիր։ Նայեք, սենց հին մնացել է։ Ոչ քանդում են, ոչ էլ վերանորոգում են։ Այդ ժողովուրդը ապրում է։ Ես արդեն դուրս է գալի, կարծում եմ Արամի փողոցի վրա ես բարձրահարկը։ Նույնն էլ այս մեկը։ Նույնն էլ այս մեկը։ Այնտեղ դուրս են գալի, բայց այս մաս այսքան խորանում են էլի դեպի այս կողմ։ Այս են մի բարձրահարկն է, այս տեսանք արդեն այն կողմից։ Ստեղ դանս ստուդիո է, բարային ստուդիա։ Կարող է Ինեսային եկել այս կողմ, տեղափոխվել է, այդ չեմ իշում ճիշտն ասեց, ոչինչ չեք խանգարում, երեխեք։ Մենք 25 տարեկան ենք, սա եթե ճիշտ եմ իշում, Ռաֆի Հովանեսյանն է հիմնադրել, բարեգործական է։ Ես պատմել եմ, ներսը մի անգամ նկարեցինք, այդ աղջիկը տնօրենը շատ հաճույքով սաղ պատմեց, հետո զանգ տվեց, ասեց մի դրեք։ Ես տերերի հետ խոսացի, իրանք դեմ էին։ Նրա համար այդքան լավ չի տպավորվեմ մոտս տխուր էմոցիաների հետ կապված ստեղ սենց ինչ ենք մնացել։ Համենայն դեպս հիշում եմ ճաշարան կար մեծահասակների համար, անվճար ժամեր ունեին, գալիս էին, ճաշում էին։ Մի խոսքով բարի տեղ է բավականին, ինչ են բարի տեղերը համանչում, որ իրանք բարի են, չգիտեմ։
Ես չեմ հասկանում, ստեղ ապրում են, չեն ապրում, այն կողմը չէ։ Ստեղ էլ ոնց որ չէ։ Բայց այս մեկը ոնց որ հա։ Եկեք սենց շարունակենք ճամփորդությունը։ Ես գիտեք չէ ինչի է պատի վրա նկարը ծաղիկի։ Յասաման է նկարած պետք է ենթադրել, որտև ընլթի թեռա այս մեքենաները գալիս են Սարյան փողոցից, ընդեղից տեղ կա մտնելու, ասես կոնգամ ստեղ նեղ փողոցը, դժվար կյանքը, այն շենքն էլ է Սարյանի վրա, այն նորակառույցը, այստեղ յասաման ռեստորանն է, մենք Հարությունի ու Արմենուի հետ ստեղ եղել ենք, նստել ենք, ողջույն, խոսքը Ֆոդուլյանների ընտանիքի մասին է, այս ընց շենք է, սա արդեն Արամի վրա է, ու ընդեղ Արամի փողոցն է, Говорят же, как. Արամի առանձնապես գործ չկա, բայց մի հատ նայենք են մայթերը, որ քանդում էին, ինչ արեցին, հետո այն կողմից էլի հետ կմտնենք ստեղ, հա, ստեղ էլ է Ռոքֆոր սուպերմարկետ, ոնց որ Մաշտոցի վրա կինոնայրից մի քիչ ներքև հիշում եք, Սկվաժնաչոկի կողքը, հա, ստեղ էլ հյուրանոց է, հա, Diamond Hotel, լավ տեղ է, հետաքրքիր է, մինչև վերև է գնում հյուրանոցը, դա ինչ-որ մի քանի հարգա, հայտնվեցինք Արամի վրա, հա, այս պեստոն, հա, աստեղ մի անգամ մտանք, դեղ պոստն է, հետո Արամի փողոցը բարձանում է, Սարյանը կտրում է ու գնում է մեր Ռուբոյի ու Լուսինի տուն, ողջույն, այնտեղ են, հիմա չէ, հիմա Բուլղարիայում են, այս արդեն սարկածն, ահա ոնց որ, հա, հա, այս մասն էլ են, գրեթե ավարտած է, հա, պաստորեն, վերանորոգումը, մենակ են կողմը, Սարյանի կողմը, միտեղ տեսա,
Դեռ կապույտ էր մի րոպե։ Չէ, նշաններն են կապույտ։ Էդ եմ տեսել։ Այս մեկը ինչ էր, ինչ-որ ռուսական էր, չէ, անունը։ Հələ մի րոպե։ Բարվիխա, հա։ Բարվիխա լանչ։ Են թունելներն էլ տենց առայժմ անորոշ, չնայած ես փոստը, որ պետքա փոխեն այդ պրոյեկտի մեջ ինչ-որ բան նախատեսված էր։ Դե կարծես թե բոլորը համաձայն են, որ թունելները վերացնել չի կարելի ոչ մի դեպքում, որտեղ հիշում եք ոնց է նախատեսած Հրազդանի կիրճից թարմ օդ է բերում հենց քաղաքի կենտրոն միանգամից էլ այդ թունելներով։ Երևի Թամանյանի գործն է այդ մտախաղացումն է, կարծում եմ։ Մի խոսքով թունելները շատ լուրջ են կենտրոնի օդի համար։ Ու ինչ պրոյեկտ էլ չանեն, պետք է թունելները թողեն։ Հա, այս արածը, բայց լավ չեմ հասկանում։ Նայեք ստեղ մեքենաների տեղը ինչքան են նեղացրել։ Այնտեղ մի քիչ լեն է, որ կանգնեն։ Իսկ այս մասը շատ լեն են սարքել։ Կարող է ստեղ ինչ-որ հյուրանոց կամ ինչ ալնելու, դրա համար է այդ արած։ Այդ չգիտեմ, այնեղ էլ է մի փոքր լեն մայթը, հետո մայթն է լեն, հետո մայթը նեղանում է ու էլի կայանատեղիներ են։ Այստեղ մի հատ մեծ պարկինգ կար, չէ, հա, այնտեղ է այդ թունելների մոտ։ Հա, այն է մեքենաները, որ կանգնած են։ Են շենքերն էլ Փարպեցիի վրա են, այս կողմն էլ Արամի փողոցն է։ Այստեղ մի հատ հին շենք թողել են, այս բարձրահարկների մեջտեղը։ Այսպես կարանք դուրս գանք են։ Հին տունը որ կար, չգիտեի ապրում են, չեն ապրում, մի կեսը ապրում էին, մի կեսը չէ։ Այս ծխելու տեղ է, հա։ Չէ, երևի ավելի լավ է այն կողմից մտնենք հետ։ Փարպեցիով էլի։ Մենք շարժվեցինք Եկմալյան, չէ։ Դեպի, հիմա գնանք դեպի Փարպեցի նորից։ Դեստեղ սաղսն ստեղեր են, դարգետ, չգիտեմ ինչ, ստեղ սենց տարածքը գոյացել։ Այ, Էսա ստել է բարվիխա, ես քիչ էր իրանց ընդեղ էլ դրեցին, այս երաշտություն է ժողովուրդ։ Այս արմ հուկայը սենց լևելներ ունի, հա, լևել by arm հուկայ։ Հուկայը տեներ էլ են աղջիկը, որ կողքը դրած ծխում էր։ Աստեղ էլ են քին մաքրումն է։ Ու ընդեղից արդեն կմտնենք Փարպեցին կլնի։
Այո։ Էսել են վայենի շենքը։ Էլ չեմ պատմիխի եմ վայենի ասում։ Էսել հարպեցին։ Իմիջալից այս շենքը, այս մեկը, նայեք Արամի 70, բայց ստեղ գրած է Քոչար շենք։ Այդ հետաքրքիր է, պարսկահայ է կառուցողը, ես նկատել եմ իրանք շենքերին տենց անուններ են դնում։ Այս մեկը Քոչար շենք է, ինչի է տենց կոչվում չգիտեմ, մի հատ էլ շենք կա, գիտեք, այդ Փարաջանովի թանգարան, որ մտնում ես Մաշտոցից, այդտեղ է իրանց կառուցածը, էլի ինչ-որ անուն ունի շենքը, հիմա չեմ մտաբերում, անունը ոնց էր, ես էլ հին շենքը մտան պահպանել են, ես էլ պարպեցին, այստեղ հլը անում են աշխատանքներ, Հաշետը Չարենցի թանգարանի մոտ էլ մենք տեսանք անում էին, բայց ըստ երևույթին Արամի փողոցը ավարտել են արդեն։ Այս շենքն է։ Պարսկաստանից մեր հայրենակիցը որ կառուցել է, են էլ Քիմ Մաքրումից շորը տարավ, ես սուրճ խմելու գործը բարդացել է, Այ կողմից են մտնում։ Չէ, մեր մայթը նորմալ է։ Մենք հանգիստ գնում ենք։ Հանարդ վերջապես Վարշավիրանոց, չէ, ձերքերն էին անում, մազերը չտեսա, վաճառվում է առանց միջնորդի, ինչ սեփականատեր, այս WhatsApp-ը հեռախոսն է գրած, ես մտածի WhatsApp-ն է սեփականատերը։ Ես էլ անհայտ։ Այս շենքը ինչ-որ Հա, ստեղ էլի շենքեր կան, հա, սենց է, հա, վիճակը, մի ռոպե, հա, դոսով կքանդ են պարզա, արդեն Պարիս պապատել են, հվեղ Արամի փողոցներ, եկանք, այստեղ որ մտնենք Անահիտի տատիկի բակն է, խորքում դեպի Մաշտոց, ստեղ կպած գործ են անում, տղեկը բորձուրը արդեն դրած է բազալտից, համար ստեղից լավ բաց էր ընդեն, փոքր ծակերից ձեռս մցրեցի մի կերպ,
Հա։ Այս քանդածների ամենաառջևում այն մի հատն էր, որ ես այն կողմից ցույց տվեցի։ Մենք մի քիչ առաջ այն կողմ էինք։ Կարծում եմ պատկերացրեցիք։ Ես հիմա անհամբեր սպասում են եփա պրծնելու սրանց աշխատանքները, չէ՞։ Այս սրճարանները եւ այլն։ Այս գեղեցիկ էր հարացել, մի հատ նորից նայենք։ Վայ, Եկմալյանի վրայի են տարածքը ասեցի հետ գալուց կնկարեմ ու լրիվ ուրիշ ճանապարհով հետ եկա, փաստորեն։ Լավ, այս փոքր փողոցը ինչա չգիտեմ, այստեղ սաղ սենց քանդած տներ են։ Ու արդեն ինչքան ժամանակ անցի, ասենց երկար մնացել չեմ հասկանում։ Կարող է էլի սեփականությունը գնի հարց կա։ Բարշի։ Այս շենքերներ նայեք նենց արած, որ բան պետք է կպնի էլի։ Նայեք սրա պատը ինչ ձևի է, իսկ այն մեկը տենց չի էլի։ Այնտեղ բան չի կպնելու։ Բայց սրանց որ կպնի, այս պատշկամբները ինչ կդառնա։ Երևի ներքին բակ կլինի, հա։ Ժողովուրդ, բայց ստեղ որ շեք կառուցվի ես։ Այս փողոցը կփակեն, հա, երևի։ Լավ, այս բան կհասկանաս։ Այս կառուցման տրամաբանությունից տրամաբանություն չկա վաշետ է, դրա համար էլ չի լինում հասկանալ։ Այս է ասում։ Այսա խամրել է մի տեսակ։ Առաջ անգամ որ տեսա գեղեցիկ էր ահագին։ Բոլոր դեպքերում վատ չի։ Ստեղ էլ մեկը իր համար, հա, առանձին։ Բարդ պայմանները չպրծան։ Հա, ավազը բերել լցրել են։ Այն մեկը դեղց է։ Այնտեղ մեյքափ է, հա, ինչ-որ։ Հա, այնտեղ էլ վարժություններ են անում։ Ինչի եք նկարում, երեխեքին։ Երեխա է երևում։ Էդ ինչ է, ֆիթնես է, հա, ինչ-որ։ Ֆիթնես է, ինչ-որ։ Այո, ասաց։ Դե մարզասրա է, պաստոր, չէ։ Այս աստեղել է մի հատ տենց շենք մնացել։ Այնտեղ մանկապարտեզեր հիշում եք են կողմը։ Ահա, եկանք
Իրանների մոտ էլ եկմալան չեմ գնա, նույնիսկ են տարածքի համար։ Հայր ջան, լավ մնաք, միշտ առողջ եղեք և խաղաղ երկինք։ Կարծում եմ պարզ է, չէ, որտեղ մանեկանք ընդեղ էլ Պուշկին փողոցն արդեն իննանց 10 տուն եմ գնում ու հիշեցի, որ մի հատ պետք է մտնեմ այս անի հյուրանոցն է, Սայաթ-Նովայի վրա եմ, այս են Զեփյուր ռեստորանն է, որտեղ մերոնց հետ եղել ենք նորից Ֆոդուլյանենց Գայանեի հետ Ալսուբրուկ դժվար գործի վրա են աղջիկները Բուրմունք ընտրելը հեշտ գործ չի։ Աղարկություն են անելու Ֆրանսիա իրական ինչա հետո Այս էլ բանկ դառավ, հա, վերջը պտտվեց դառավ բանկ Короче, форму череп менялся. Խանութում ավարտեցի գործը Էվրիկա էր, պարմա չէր անընդհատ շփոթում եմ Գնացի տուն
Էս էլ վերջի կադրը կենտրոնից Նախի լույսերը չի փոխում Սայատնովա